Ռուսաստանի Դաշնության դաշնակից երկրների ղեկավարների կողմից պարբերաբար առաջ քաշված փակ սահմանների եւ նմանատիպ մյուս հարցերը արդյոք փոխպայմանավորվածության հետևանք չեն, որով փորձում են խոչընդոտներ ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական հարված արժանապատվությանը, եւ Հայաստանը նման երկրների շարքում անելիք չունի։ Մի կողմից նման մեկնաբանություններ են տրվում, մյուս կողմից այն գնահատվում է որպես պարզ հարց առանց ենթատեքստերի։ Ապտակները բարից բուն իմաստով ստանում է Հայաստանը ցավոք սրտի այդ հանդիպումների ընթացքում եւ որը շարունակվում է միանշանակ անընդունելի է։ Երեք եւս մի այդպիսի ապտակ ստացավ Հայաստանի դեմս Ղազախստանի նախագահի, թե ինչ է անում Հայաստանը նմանատիպ վայրում ուղղակի այլևս անընդունելի է։ Նախկին հանդիպման ժամանակ էլ ապա գագաթաժողովի ժամանակ Լուկաշենկոն էր ասել, որ Հայաստանի ցանկությունը կարող է այդպես էլ ցանկություն մնալ։ Այսինքն ակնհայտ է, որ մի կողմից Կրեմլի կողմից անպատկերացնել ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, մյուս կողմից Պուտինի մյուս երկու գործընկերները թվացial դժվարություններ են ստեղծում այդ անդամակցության հարցով։ Պարզապես Նազարբաևը երկրորդ անգամ, առաջի անգամ չէ, ինքը առաջի անգամ դա Մինսկում էր ասել, նշեց, որ Ղարաբաղի հարցում որևէ լուծում պիտի գտնվի։ Այդ թվում նաև շատ հետաքրքիր է երկրորդ մասը, որտեղ ինքը ասում էր, որ փորձագետները պիտի գտնեն այդ լուծումը, որը խոսում է ասում ավելի շատ տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական մոտեցման մասին է։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզված է, որ Ղազախստանի նախագահի բարձրացրած հարցը որևէ նպատակ չէր հետապնդում, ինչին համամիտ չէ Ստյոպա Սաֆարյանը։ Նրա համոզմամբ փորձում են դժվարություններ ստեղծել Հայաստանի համար, իսկ Մաքսային միության, ապա 2015 թվականից էլ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ըստ նրա ամբողջացնելու է Հայաստանի ինքնիշխանության զավթումը։ Այս իմաստով լրջագույն հետևանքներ կունենա նախագահի երեկվա այցը։ Армения и Киргизия уже начали активную работу по подключению к таможенному союзу. Отмечаем высокую степень готовности армянских партнеров к принятию обязательств в рамках нашего интеграционного объединения. Արդեն իսկ սեղմվել է Հայաստանի անդամակցության ստարտ կոճակին, այսինքն Հայաստանը փետրվարից, երբ ազգային ժողովը կանցնի իր լիազորությունների կատարման այսպես կոչված, այդ ժամանակ արդեն սկսվելու է վավերացումների մի ամբողջ շարք։ Եթե այնուամենայնիվ առաջ քաշվի փակ սահմանների հարցը, արդյոք հավանականություն կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դնելու։ Արցախը հայտնվել է ռուսական կայսրության կազմում, այսինքն այն կարգավիճակում, ինչ որ կար մինչև Արցախյան շարժումը սկսել է, համոզված է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը, ով այսօր արդեն հայկական երկու պետություններում դիրքերի փոփոխություն է տեսնում։ Մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը։ Հիմա մենք պիտի պաշտպանենք Հայաստանը, մեր պետականությունն ու իշխանությունը եւ այստեղ մենք Արցախի օգնության կարիք ունենք եւ հասել է այն պահը, որ Արցախը պետք է նաեւ նպաստի, որպեսզի Հայաստանը լինի անկախ։ Այս պահի դրությամբ Ռուսաստանին ձեռք չի տալի, որպեսզի Հայաստանին նվիրի Լեռնային Ղարաբաղը եւ Մաքսային միություն մտցնի Հայաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղը։ Ինչու, որովհետեւ Հայաստանը արդեն իսկ հաստատ է ճանապարհային քարտեզը առանց այդ համաձայնությունների։ Մաքսային միության անդամակցության նախաքայլերից էր գազային համաձայնագիրը, որի հաստատման արդյունքում կայացավ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա։ Իսկ կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են ոչ թե Մաքսային միությանը, այլ միայն գազային համաձայնագրին, ինչը Դավիթ Շահնազարյանի համար անհասկանալի է մնում։ Մեր անկախության հանրաքվեից առաջ քաղաքական ուժերից մեկի կարգախոսը, եթե դա ձևափոխենք եւ այսօրվա այդ կուսակցությունների պահվածքին վերագրենք, ինչ են ասում իրենք, գազայինին դեմը լալով մաքսայինին կողմ կլանք։ Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա այդպես էլ շատերի համար անհասկանալի է, ինչու չի հրապարակվում այն անգամ հաստատվելուց հետո, այնինչ հայտարարությունների համաձայն փետրվարից արդեն սկսվելու է ճանապարհային քարտեզի իրագործումը։ Ես կարծում պարզապես խնդրալ շատ տեխնիկական ոչ թե որևէ լուրջ պատճառներով Հայաստանը փորձում է ինչքան հնարավոր արագացնել այս գործընթացը Մաքսային միության մտնելու մեջ, որտեղ եթե ինքը ընդունեց որոշում, որ չի մասնակցելու մի ինտեգրացիոն գործընթացին, ապա փորձում է հնարավորությունը չկորցնել նաև երկրորդ ինտեգրացիոն գործընթացի մեջ մասնակցելու։ Մի կողմից Հայաստանը պետք է սկսի ճանապարհային քարտեզի իրագործումը, մյուս կողմից Մաքսային միությունը եւս պետք է իր սեփական ստանդարտներ
կապեր ստեղծի։ Սրանով է արդարացնում ու պայմանավորում ճանապարհային քարտեզը գաղտնի պահելը քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նրա համոզմամբ Հայաստանը անդամակցում է մի կառույցի, որն ինքը դեռևս կազմավորման փուլում է։ Վարդուհի Արզումանյան, Գոռ Հովհաննիսյան, Գալա Նյուս։